Վրաստանի և Չինաստանի միջև մեկնարկել է ուղիղ կանոնավոր ավիահաղորդակցությունը։ Վրաստանի վարչապետի հայտարարությամբ վերջին տարիներին Վրաստանի և Չինաստանի հարաբերությունները զարգանում են շատ արագ տեմպերով և իրենք հպարտանում են այդ փաստով։ Այս մասին Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Թբիլիսիի և Շանհայի միջև ուղիղ կանոնավոր ավիաչվերթների մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում։ Կառավարության ղեկավարը ընդգծել է ուղիղ ավիահաղորդակցության մեկնարկի կարևորությունը և նշել, որ դա Վրաստանի և Չինաստանի ռազմավարական գործընկերության ևս մեկ կարևոր արդյունք է։ Շանհայի և Թբիլիսիի միջև ուղիղ թռիչքների մեկնարկի առանձնահատուկ նշանակությունն ընդգծել են նաև China Eastern Airlines-ի փոխնախագահ Խե Սյաոցոուենը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Չժոու Ցյանը, շնորհակալություն հայտնելով Վրաստանի կառավարությանը աջակցելու համար։ Այսօր Վաշինգտոնում կանցկացվի քաղաքական ահաբեկչության վերաակտիվացման մասին նախարարական հանդիպում։ Հանդիպմանը ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հրավերով կմասնակցի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։ Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում կհյուրընկալի ավելի քան 60 երկրների պատվիրակությունների։ Իշխող թիմը կարևոր է գնահատում Վրաստանի արտաքին գործերի նախարարի մասնակցությունը նախարարական հանդիպմանը և նշում, որ Մարկո Ռուբիոյի կողմից Մակա Բոճորիշվիլիի հրավերը վկայում է երկու երկրների հարաբերությունների կայունացման և նոր փուլ անցնելու մասին։ Այսօր պաշտոնական այցով Վրաստան կժամանի Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը։ Նրա դիմավորման պաշտոնական արարողությունը կկայանա նախագահական պալատում ժամը 11:30-ին։ Այցի շրջանակներում նախատեսված է Թուրքմենստանի նախագահի առանձնազրույցը Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի հետ։ Երկու երկրների առաջնորդները կքննարկեն երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներն ու տարածաշրջանային օրակարգի հարցերը։ Դեռևս անհայտ է կմնա արդյոք ազգային շարժումը ընդդիմադիր դաշինքի կազմում։ Դաշինքի անդամ քաղաքական կուսակցությունների միջև տարաձայնություններն այն աստիճանի են հասել, որ արդեն բացահայտ խոսում են դաշինքի կազմի վերաձևավորման մասին։ Ախալի կուսակցությունում հաստատում են, որ դաշինքում կան կարծիքների տարբերություններ, սակայն գործընթացը գնահատում են առողջ և հայտարարում են, որ առաջիկա օրերին կկայանա միավորման անդամների հանդիպումը։ Դեռ հայտնի չէ այդ հանդիպմանը կմասնակցի արդյոք ազգային շարժումը, սակայն կուսակցության ներկայացուցիչների խոսքով իրենք շարունակում են կողմ լինել միասնականությանը։ Տարբերվող դիրքորոշում ունի Լելո կուսակցությունը։ Լելոյի հայտարարությամբ իրենք նույնիսկ նախկինում իրենց չէին պատկերացնում այդ միավորման կազմում, իսկ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները ևս մեկ անգամ համոզել են իրենց, որ այդ որոշումը ճիշտ էր։ Իշխող թիմի գնահատմամբ դաշինքի անդամ կուսակցությունները փորձում են օտարերկրյա գործընկերների կողմից ճանաչում և ֆինանսավորում ստանալ։ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ Իրանը շատ է ցանկանում համաձայնության հասնել Միացյալ Նահանգների հետ, սակայն նրա խոսքով հենց Վաշինգտոնն է որոշելու կձեռնարկի արդյոք քայլեր այդ ուղղությամբ։ Թրամփի հայտարարությամբ Իրանին դուր չեն գալիս ԱՄՆ-ի գործողությունները և ինչպես նշել է ամերիկացի առաջնորդը, ավելի լավ կլինի, եթե Թեհրանը պատշաճ կերպով վարվի։ Թրամփը նաև ասել է, որ եթե համաձայնություն չկայանա, Միացյալ Նահանգները գործը կհասցնի մինչև վերջ։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Զուգդիդի մայր տաճարում մասնակցել է Վլաքերնոբայի տոնի առթիվ մատուցված պատարագին, որը գլխավորել է ամենայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքը։ Շալվա Պապուաշվիլին նաև շնորհավորական գրառում է հրապարակել, ընդգծելով, որ մեր պարտքն է պահպանել քրիստոնեական հավատը, ավանդույթներն ու այն սրբությունները, որոնք դարեր շարունակ պահպանել են մեր պետությունը, ինքնությունը և ազատությունը։ Առանձնահատուկ նշանակություն ունի այն, որ այս տարի Վլաքերնոբայի տոնը նշում ենք Վրաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի շրջանակներում։ Այս տարեթիվը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ մեր պետական և ազգային ինքնությունը կառուցված է քրիստոնեական հիմքերի վրա և հենց այդ հիմքն է օգնել Վրաստանին հաղթահարել բազմադարյա փորձությունները։ Մեր պատիվն ու պատասխանատվությունն է արժանապատվորեն պահպանել մեր սրբությունները, քրիստոնեական հավատը և պետական ժառանգությունը, հոգատարությամբ վերաբերվել դրանց և նույն հոգևոր ամրությամբ փոխանցել ապագա սերունդներին, ինչպես դա կարողացել են անել մեր նախնիները։ Շնորհավորում եմ ամբողջ Վրաստանին Վլաքերնոբայի տոնի առթիվ։ Թող Աստված օրհնի և զորացնի մեր երկիրը, գրում է Շալվա Պապուաշվիլին։